Հրաչին եմ նայում։ Ես էլ ամեն անգամ ստեղով անցնելուց հրաչին եմ նայում։ Սովետական ֆիլմի նման ինչքան նայես նայվում եմ։ Հեռախոսդ կտաս։ Իհարկե։ Հեսա կբերեմ։ Երկրպագուներդ ոնց որ շատացել են, հա, Հրաչ։ Այդ նրանից է, որ բարերս նկարում գցում եմ Facebook։ Տեսել եք ինչքան դիտումներ ունեն։ Ոնց որ չստացված կադրերներն էլ, հա, շատ դիտումներ ունեն։ Դու այդ աշիկը սիրուն, հա։ Դու հաստատ կհավանես։ Ինչքան աշիկներ են գալիս իմ հետևից։ Օր ու արև չեն տալիս։ Զգուշեղի մի օր էլ չփախցնեն քեզ։ Այլ մի ասա։ Ես հասկացա ինչի է Գարիկը միշտ քո հետ գալիս։ Որ չթողի քեզ փախցնեն։ Հրաչը հատուկ քո համար է նկարվել։ Ինչի պարելուց արագությունը գերազանց է, լավ է նկարվել է։ Նայ դու էլ չնկարվես, ոնց որ լեզվի գոնկա ես մտել։ Սրանք մեր պրոֆեսիոնալ պարողներն են, դուք ընտրեկում եք ուզում նկարահանել տեսահոլովակում, հետո ինձ ասեք, լավ։ Նկարները սա նայում։ Գնամ մի հատ կենթանի տեսնեմ։ Ես գրի չվերցրու, կարող է ստորագրություն ուզի քեզանից։ Ոնց է տեսքս։ Տեսքդ։ Նայեմ։ Այս սենց հաստատ ավելի դուր կգաս։ Քո տեղը ոչ թե բարի դպրոցի պատն է, այլ իմ սրտի պատը, որ քո համար եմ բռոնի արել։ Ուրեմն այսպես երեխեք ջան, տեսահոլովակում նկարահանվելու համար ընտրել են բոլորիդ բացի Էլիզայից։ Բայց ինչի Էլիզային չեն ընտրել։ Չգիտեմ Ձինա ջան, բայց դու Էլիզա ջան հանկարծ տրամադրությունը չգցես։ Իրանք դեռ պետք է երազեն, որ դու էլ այդ տեսահոլովակում նկարահանվես, լավ։ Դե լավ, այսօրվանից փորձերը սկսում եք։ Էլ, չտխրես։ Չես տխրում, չէ։ Չէ։ Բայց ոնց որ տխրել ես։ Չէ, ես միշտ ուրախանում եմ, որ ինձ մերժում են։ Նենց հավես է։ Հիմա հասկանում ես, որ եմ բոլոր տղաներին ու մերժ եղես։ Հրաչ, ճիշտ բա չես գտել ընկերոջդ շայր առաջ քաշելու համար։ Ինչ շա։ Այս Գանեվ Ազգրևնայի հետ կխոսամ, իմ փոխարեն Էլիզային կընտրեմ։ Հրաչ ջան, ես քո համար ընտրությունների չի, որ ով ում փոխարեն ուզենա ընտրի։ Հիմա չեմ ուզում ես նկարվեմ, չեմ նկարվի։ Վերջ։
Այս սենյակի պատերը, որ Էլիզայի պատես վերջացնես, իմ սենյակին չանցնես, ես Էլիզայի բալելչիկ չեմ։ Դուրս ես գալիս։ Ես էլ եմ դուրս գալիս։ Ուր ես գնում որ։ Որ ասեմ գործի կհավատաս, բարի դպրոց։ Բայց որ գործի գնայր ված չել լինի, գիտես։ Չնայած բարի դպրոց գնալը քո համար դարել է գործ։ Ուղղակի վատն է նա ստաժ չի գրվում։ Լավ։ Դու վերկած գնա քո համար գործ մանարի։ Ես քո փոխարեն կգնամ բարի, որ քեզ բացակա չդնեն։ Լավ էլի գոքոր։ Ես ուզում եմ Էլիզային տենամ։ Սրանք կարող է իմ նկարներն են։ Հենց եմ ուրախանում, որ տանն ես ելնում։ Ստիպված պիտի տխրեցնեմ քեզ, Սլավ ջան, որովհետև հենց հիմա դուրս եմ գալիս։ Ապերին շտանգին արի օգնի պարապեմ, էլի հանգած չգցեմ ոտից ջարդեմ, ափսոս է եկա փող եմ տվել։ Այդ հարցում քեզ կօգնի Գարիկը, համել ինքն էլ է ուզում ուժեղանա, դու կլինես իրա սենսեյը։ Դե ասա թողա մեր տուն մեծ ջարդը տա։ Գոքոր։ Հասկացա։ Ուզում ես գնաս բարի։ Ինչ իմացար։ Դե շուտվանից աչքի տակը չի կապտել։ Բա մի հատ չգնաս բարի, որ Սլավիկը կապտացնի։ Կարաս չես բաղացնես։ Ասա թող տանջանքի գործիքները վերցնի բերի մեր տուն։ Գարիկը իրան է սպասում։ Ոյ, ապրես դու։ Վերջի քաշնարիվ ես պարուհի եմ դառնալու, խայտարակ լինեմ։ Ոչ թե խայտարակ ես լինելու, այլ սամասուտ։ Ինչի՞։ Մտածում ես պարելուց կընկնեմ սամասուտ կլինեմ։ Սլավիկը չի թողնի բանը քոն գնելու նասնի։ Լավ։ Շատ ահավոր եմ պարում։ Դե նենց ոնց որ ես երգում եմ։ Ես էլ վատ չեմ երգում։ Հեսա մի հատ նենց պարկը բեմադրեմ, որ այդ կլիպը կնային մենակ այդ բարի համար։ Չէ, բայց այտենց լավ պար պետք չի։ Այ հիմա ես ես անում։ Նայ։ Ես էլ։ Հա։ Բայց կարող է իմ կլիպին պար պետք չի։ 30 Հիմա դժվարացնում է Գնա Պապետի բլոկ պայեիչ Ես արդեն բլոկ ընգա Համեցեք Կայանաջան կներես էլի, որ շատ եմ բացակայում Բայց որ օրը չկամ, Պապյանին կխնդրեմ, որ պարապի հետս Մեկը մեր տանն է ապրում Չհասկացա, Պապյանն ինչի է ձեր տանն ապրում Որովհետև իր աշխատավարձը այնքան ծիծաղալու է, որ ես ու Սլավիկը լիքը ծիծաղեցինք Հետո էլ ուղարկեցինք կամեզի կլաբ Ես քեզ մի առաջարկ ունեմ անելու Դու նորից կարող ես գալ ու մեր տանը մնալ Բա դու Դե ես ննջասենյակում կքնեմ, դու էլ հյուրասենյակում Ինչ տարբերություն ընկերոջս տանն եմ հյուրասենյակում քնում Աշխատավարձդ 30,000-ով կբարձրացնեմ Ուղղակի չեմ կարող իրանց նեղացնել 50,000-ով կբարձրացնեմ Ես չեմ կարող ընկերոջս սիրտը կոտրեմ Լավ, ոնց գիտես
Լավ, ինքը պինդ տղա է կդիմանա։ Ձեզ սուրճ պատրաստ եմ։ Դուք վերջացրեք, ես կպատրաստեմ։ Վայ չէ, այսօր էլ ուզում եմ ես ձեզ համար պատրաստեմ։ Թափեց։ Ուղղակի իմ դրած սուրճը այնքան համով է, մտածեցի մի կես բաժակ ավել լցնեմ ձեզ։ Ասա առաջ։ Գարիկ տունը հավաքի բարի երեխեքով գալիս ենք։ Ող, Ինչ թվաց կուրախանաս։ ուրախ եմ։ Ուղղակի Սլավիկ տնենց օրն է գցել, որ ախերի ու վախերի մեջ եմ։ Էլիզան տրամադրություն չուներ, դրա համար ուզում եմ գա, որ մի քիչ ցրվի, էլի։ Տես է, մի օր շուտ ունեկա տրամադրությունը գցեց։ Ապա ոնց։ Մեր բարի խմբին վերցրել են կլիպում նկարանվելու։ Իրան չեն վերցրել։ Ինչ չեմ վերցրել։ Դե երևի իմացել եմ, որ խանդոտ ես, դրա համար էլ չեն վերցրել։ Մի աղջիկ մնա ինձ օգնի, լրիվ հերիքը։ Ես կօգնեմ։ Չէ, Սիրուն ջան, դու այսօր շատ ես սպառել, օգնած կլինես։ Ես կարող եմ օգնել։ Դու որ օգնես, Գարիկը ինձ այնքան երեսով կտա, որ ես կհոգնեմ։ Հասկացա։ Ես Էլիզայի համար անակնկալ եմ մտածել։ Ուզում տրամադրությունը բարձրացնեմ։ Հնարավոր չի քորած անակնկալից Էլիզայի տրամադրությունը բարձրանա, Գարիկ։ Բայց ինձ պետք է օգնես։ Ես հիմա բարձրանում եմ կտուր, հենց զանգեմ քեզ, Էլիզային կտանես պատշգամբ։ Գարիկ, եթե մտածում ես, որ քեզ կտուրից գցես, ինքը կուրախանա, սխալվում ես։ Բա իմացել եք երեխեք, այս քարոզ արշավը նայելուց հետո Հայաստանի մի քանի տեխնացուների հրավիրել են Հոլիվուդ կինոյում նկարվելու։ Ինչի՞։ Որովհետև ահա որ ցնցված են եղել տեխնացուների բնական եւ համոզիչ խաղով։ Ես որ գնա Օսկարը կստանան։ Երեխեք զգացել եք, որ ընտրություններին Ռաֆի Հովհաննիսյանը ոչ մեկին չպաչեց։ Որովհետև հիմա ուժեղ վիրուս է տարածված։ Ասա։ Արդեն կարաս Էլիզային տանես բալկոն։ Երեխեք, դուք դուրս եկեք։ Ես ասած ես կասեմ կգաք, հա։ Էսում նկարներն են, որ պահում ես։ Կարող է աղջիկների նկարներ են թեթև հագնված։ Թեթև հագնված։ Լավ, երեխեք, դուրս եկեք սենյակից, ես ասած ես կկանչեմ, լավ։ Ծաղկառատ եւ շահավետ գարուն Կերամա Մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա Մարացի, Դավիթ Անհախտի 6։ Մարդել է վասկի պարանին սիգնալիզացիա դնի։ Օրինը։ Դուք դե ինչ ես անում։ Ես մեռել եմ։ Հա, ու նորից հետ ես եկե դժող։
Դե այդքան խոստումներից հետո հələ որ ոչ մի բան չի փոխվել։ Զգույնից գցել ես, որ չճանաչենք, հա։ Կարող է գաստում։ Հրաչ, մենակ իմանաս ինչ ա եղել։ Բա որ դու իմանաս ստեղ ինչ ա եղել։ Ապեր դու մեռնելուց ես փրկվել։ Ճիշտ ա։ Դու տեսար։ Ես տեսա, բայց լավ Էլիզան չտեսավ։ Ինչ ես նկարները պոկել բերել տուն Գարիկ։ Դու հասկանում ես Էլիզային ինչի չեն վերցրել կլիպում ապարելու։ Որտեվ անճաշակ են։ Չէ, Գարիկ, որովհետև քո թեթև ձեռքով Էլիզային ցուցատախտակի վրա չեն տեսել։ Էլիզան որ իմացավ, վերջնականապես կհիասթափվի քեզանից։ Ես էս Սլավիկին ուզում էի մաղարիչ անեի, որ ինձ օթից բռնեց։ Օթից բռնեց։ Բայց փափուկ խաղալիքը պատահաբար իրանց բալկոնի մոտ իջացրի։ Սլավիկը պարանը քաշեց, ես ընկա բռնեց։ Գարիկ, այս երկորը ես փող կհավաքեմ ապեր։ Ու քեզ կտանեմ ստուգում։ Իսկ թվում է դու արդեն ցնդման նախաշեմին ես։ Ձերը շատ հաճելի էր։ Մեզ էլ էր հաճելի, աղբեր ջան։ Կարամ էլի մնամ։ Ասում եմ հաճելի էր հաջողություն աղբերս։ Ջան։ Ջանս չէ, ջանս բռնվել է։ Էլիզայի նկարները գտած այսօր տանեմ դպրոց նորից կպցնեմ։ Զգուշ կկպցնես չտենա։ Եղավ, վրան էլ մեծ տառերով կգրեմ, Գարիկես նկարները չեր փոկել։ Դին իմ լուսանկարները ցուցատախտակից պոկել են։ Ոնց փոկել են։ Ո՞վ է փոկել։ Պարզ չի ով, Հրաչի ընկեր Գարիկը։ Ոնց որ սկսում եմ հասկանալ, թե ինչ էր Հրաչը մեջքով ծածկել պատը։ Ընկերոջ համար դոշ ա տալիս, մեջքով նկարներս ա ծածկում, գլխով էլ պատասխան ա տալու։ Հեսա թողա կճշտենք քո նկարներն էին, թե չէ։ Որ Հրաչին հարցնես, ընկերոջը պաշտպանելու համար կարող ա ճիշտը չասի։ Ուրեմն պետք է գնանք իրացնուն ստուգելու։ Կես ժամ ունենք, կհասցնենք։ Էլիզա ջան, քո նկարները վտանգավոր են այս ձևով։ Մեր Հրաչը սրտից թույլ տղա է, մեկ էլ տեսար երկար նայեց, նորից տվեց սրտին։ Բարև Կոկոր ջան։ Բարև ձեզ։ Հրաչը տանն է։ Ոչ։ Մենք ձեր տանը 3 բան ենք մոռացել, կարող ենք նայել։ Բան ձեր բարի անսամբլի մյուս պարուհին ուր է։ Բարի դպրոցում է։ Հա։ Ափսոս։ Ես ասի եթե ներքևում ձեզ սպասում ասեիք բարձրանար վերև, անհարմար է։ Չէ։ Դե լավ ինչ արած։ Եկեք։ Հիմա հասկանում եմ, թե ինչի Հրաչ չեր ուզում նայեինք նկարներին։ Իսկ ով ա իրան թույլ տվել, որ ինքը բարի դպրոցից այս նկարները փոկի, թաքցնի այս պատին։ Այ էդ ասա։ Ես էլ եմ երևի գիտես մի 1000 անգամ երևի ասել եմ, որ այս տուն է, ոչ թե կոշկականի բուտկա։ Երեխեք հարցն չկա։ Կարող է տկլոր էին։ Այս ում շնորհքն է։ Ես նկարչությունից չկա։ Դե պարզա ով ա արել։ Գարիկը հաստատ չի արել։ Գարիկը կարող է ընկերուհի ունի։ Չէ, հա դժվար։
Մենակ նոր ընկերուին կարա տղու հին ընկերուիների նկարները այլանդակի։ Գարիկ, ես չգիտեի, որ քեզ բեղերով Էլիզա ավելի ա դուր գալիս։ Բեղասելով ի՞նչ նկատի ունես։ Բեղասելով նկատի ունեմ բեղ։ Կամ կարող է լոշտակ ականջներով Էլիզա ավելի ա դուրդ գալիս։ Լոշտակ ականջ ասելով։ Լոշտակ ականջ ասելով ես նկատի ունեմ լոշտակ ականջ։ Քո ասելուց ես սենց եմ հասկանում, որ Էլիզան որոշել է պլաստիկ վիրահատություն անի, ականջները մեծացնի ու բեղ պահի։ Ապրես Գարիկ, քո հասկացողությունը աշխատում է նենց, ոնց որ մեր երկրի օրենքները։ Լավ է Էլիզան չի տեսել են նկարները, որ ցուցատախտակից պոկել ես։ Մի խփի բռնված եմ։ Ոնց կլեղեի քեզ Գարիկ ստե։ Գոքորը ճիշտ էր ասում։ Ինքան ես պարել ուղեղդ իջը լծվել է ոտերը։ Ում եք է։ Ուրա հրաչը։ Դուրս եկավ։ Մամա ջան։ Հրաչ ես ի՞նչ է։ Էս ինչ չի, ով է։ Չէ, դու ինձ ասա, այս ի՞նչ է։ Ինչ է նշանակում։ Դե ոնց ասեմ, ուզում էի ես նկարներն էլ տաներ, որ սրանց վրա էլ ընկերդ բեղեր ու ականջներ նկարեր։ Ուրիշ զբաղմունք չունի։ Կներես Էլիս ջան, սխալ եմ արել, որ պոկել եմ։ Ընկերոջդ նման անտանելի ես դառնում։ Lo bailan los chetos y los cumbieros. Como me gusta la noche. Օգնեք։ Բայց դու ինչի էր Էլիզայի նկարները տենց աղավաղել։ Որս եմ դպրոցական տարիներս էի հիշել կհավատաս։ Ուզում էի գեշացնեի, որ նայելուց սիրտդ նորից չկպնի։ Էլիզանը ցուցադախտակից պոկած նկարները տեսավ, իմացավ պոկել բերել են, որ Գարիկը վրան բեղ ու ականջ նկարի։ Իմացել է Գարիկն է արել։ Յարա։ Չնայած այդքան էլ ուրախանալու բան չի։ Գարիկին ինչ ես ասելու։ Արա դե ես իմ է։ Ինչ թարս բան ստացվեց։ Գարիկը ավել լավը սաղ ջնջի նոր կյանք սկսի, կան թե Էլիզային զրոյից սկսի համոզել, որ ինքը աննորմալ չի։ Գար ջան, դե ինձնից մի նեղացի, ապե, ասենք ուղղակի գիտես ոնց ստացվեց, որ Էլիզային բեղեր նկարեցի։ Մարկերը վերցրի ու նկարեցի, այդքան բար։ Չես հավատում, հա? Հեսա ասեմ ինչի արեցի։ Քո համար։ Հա, ապե, քո համար։ Ուզում էի տեսնեի վաղը մյուս օր, որ Էլիզան մեծանա, մի 90 տարեկան դառնա, տարիքի հետ բեղեր ու մեծ ականջներ ունենա, Գարիկը կհիասթափվի Էլիզայից, թե չէ։ Չնայած ասա 90 տարեկանում Էլիզայից հիասթափվում ես ինչ անես։ Դու ասա չիմանա, որ այդ քո ախմախության պատճառով իրան չեն վերցրել կլիպ նկարելու։ Այ դու դրա մասին մտածեի, թե չէ բեղեր։ Բեղերի դեմը առնելը հեշտ է, 1000 միջոց կա։ Ու առաջին մերսի ասա, որ ինքը իր վրա է վերցրել քո նկարները պոկելը։ Ումա պետք։ Էլիզան մտածել է հրաչետ նկարները վերցրել է, որ ես վրա նկարեմ։
Ծիծաղը ներս ես գցում լավ չի, չէ։ Արխային ծիծաղի։ Չես լեղանա, չէ։ Չէ։ Լավ, սպասի գոնե դուրս գա։ Ամոթա։ Վերջի վերջը դու սքի մեջ ես։ Կներես կարճան։ Ոնց անցավ տեսահոլովակի նկարահանումը։ Լավ, բայց ավելի լավ կանցներ, եթե դու մեր հետ լինեիր։ Հա, քո տեղը երևում էր։ Երեխեք ջան, ապրեք, ես ձեզանից շատ շնորհակալ եմ։ Մենք էլ ենք ձեզանից շատ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք եք այս խմբից։ Այո։ Բա ինչի իրան չեք վերցրել։ Իր նկարը չկար ցուցատախտակի վրա։ Ոնց թե չկար։ Շնորհավորում եմ Գարիկ։ Էլիզան իմացել է, թե ինչի չի նկարվել տեսահոլովակում։ Արդեն կարաս ուրիշ ընկերու իման գաս։ Լավ էլիս։ Ձին հարց է տեսահոլովակը չի։ Ուղղակի ես արդեն զզվել եմ իրանից ու իրա աննորմալ արարքներից։ Ախր ուզող տղան էլ այսքան չուզողություն անի։ Ես չգիտեմ ոնց ասեմ։ Շատ անարմար բան ստացվեց։ Ես քեզ էլ ընդհանրապես չեմ ուզում տեսնեմ։ Հասկացար, կգնաս, քո նկարների վրա կխզբզես, բեղեր ու ականջներ կնկարես։ Կարող է քեզ ավելի շատ սազի։